ուրախ ենք գրգին միասին գտնվել եւ միասին Աստված բաշխել լավ է մեզի ուրախություն է մեզի եւ նաեւ զորություն է մեզի եւ որ դերը գբաշխենք գոզորանանք գկաչալերվինք եւ այս ծևով մենք գհաղթենք այս ցանկին բոլոր նեղություններուն շնորհք մնե ասի եկ աղոթենք Շնորհակալ ենք ով դեր այս բաշտամունքին համար, շնորհակալ ենք, որ ամեն մեկս հոս բերած ես, որպեսզի քեզ լսենք, որովհետև դու գենթանի Աստված մնես, արդեն ով դեր խոսեցար մեզի երկերու միջոցով եւ վստահ եմ, որ պիտի շարունակես խոսիլ քու խոսքիդ միջոցով, քու ծառայիդ միջոցով Դեր դու գիտես մեր ամեն մեկուս գարիքները եւ քու հոգիով ով դեր սուրբ հոգիով կարող ես պատասխան տալ գիտես եւ կարող ես զորացնել, կաչալերել, բժշկել կարող ես ով դեր ամեն ինչ Եվ մեզ համար կնկատենք, որ մեծ շնորհք մնե, որ մենք այս գեսորեն հետո միասին գտնվենք, քու ներկայությունով ես, օրհնի ով դեր, քու զարատ, որ պիտի խոսի, օրհնի քու խոսքդ մեր ամեն մեկս Հիսուս Քրիստոսի անունով, ամեն Ուրեմն հիմա մեր Եղբայրն է բադվելի Էմանուելն է, որ պիտի դա մեզի Աստուծո պատկամը մենք քանի մոր առաջ միասին էինք լասուխս մեր բնակավայրը ինչպես ցեզ մի ոմանք արհոն էին շատ վայելեցինք ամեն ինչ եւ ուրախ ենք որ գրգին միասին ենք այսօր եւ պիտի շարունակենք դերը բարապանել եւ նաեւ ուրախանալ իր ներկայությունով ամեն Բարև բոլորին շնորհք եւ խաղաղություն մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խաղաղությունը բոլորիս հետ լինի Մենք ուրախ ենք, որ Տիրոջ ներկայության մեջ են գտնվում։ Դա մեզ համար մեծ պատիվ է, յուրաքանչյուրիս համար։ Երբ որ մենք իրականապես գիտակցում ենք, թե ինչ մեծ շնորհ է Աստված մեզ տվել, որ մենք կարող ենք վայելել իր ներկայությունը։ Փառք մեր Աստծուն, որ հնարավորություն տվեց նաև այսօր ներկա գտնվելու Այո, իր խոսքի շուրջ, նաև լսելու իր խոսքը, լցվելու իր խոսքով, սնվելով իր խոսքով, քանի որ գիտեք, իրականապես մենք իրական սնունդը ստանում ենք մեր հոր Աստծուց։ Մենք մեր մարմնի համար սնունդ ենք ստանում, բայց գիտեք, մենք ապրում ենք, ոչ թե գոյատևում, այլ ապրում ենք իրականապես, բառից բուն իմաստով, երբ որ Աստծո հետ ենք։ Մեր կյանքի իմաստը գտնվում է Տիրոջ հետ։ Մեր կյանքի այն բուն, ինչու համար ենք ստեղծվել, մենք մեր Տիրոջ հետ ենք գտնում, Աստծո հետ ենք գտնում եւ ոչ թե ուրիշ տեղեր։ Ամեն բան կարող ենք փորձել, ամեն տեղեր կարող ենք գնալ, ամեն տարբեր տեսակի գրքեր կարող ենք կարդալ, բայց երբ հանդիպում ենք մեր Տեր Աստծուն, երբ իր խոսքն ենք կարդում, երբ իր ներկայության մեջ ենք, տեսնում ենք, որ անհամեմատելի է, նա է իսկական աղբյուրը, նա է կյանքը, նա է ճշմարտությունը և նա է ճանապարհը։ Աստվածաշնչի մեջ այսպիսի մի հասկացողություն կա, որը խոսում է երկնքի առկայության մասին։ Երկնքի առկայություն։ Կամ խոսում է նաև
Աստծո թագավորության մասին։ Կա թագավորություն, որը երկնքից է գալիս, կա թագավորությունը, որը Աստծուց է գալիս։ Եվ կուզենամ, որ այսօր խոսենք այդ թագավորության մասին, որը տարբերվում է բոլոր թագավորություններից։ Երկնքի թագավորությունը Տերն ասում է, դուք պետք է փնտրեք։ Առաջին հեշտին խոսքն ասում է, Տերն ասում է, փնտրեք արտարությունը, Աստծո արտարությունը եւ երկնքի թագավորությունը։ Մնացած բաները ձեզ կտրվի։ Երբ որ կարդում ենք Աստծո խոսքը, տեսնում ենք Տերը մեզ կարելի ասել կարևորագույնը, ամենաառաջնահերթ բանն է մեզ ասում, որ մենք պետք է անենք։ Փնտրեք առաջին հերթին երկնքի արքայություն, արտարություն։ Եվ մնացած ամեն ինչ պետք է ձեզ տրվի։ Իհարկե մենք բոլորս կարիքներ ունենք, պետք է սնվենք, պետք է հագնվենք, պետք է չէ հարաբերակցվենք, պետք է ապրենք, տուն է պետք, ամեն ինչի կարիքը բոլորս ունենք, բայց Տերն ասում է իրականապես առաջի հերթին փնտրիր երկնքի արքայությունը, փնտրիր Աստծո թագավորությունը եւ ամեն բան պետք է ձեզ տրվի։ Կխնդրեմ բացեք ինձ հետ Մատթեոս ավետարանը Նոր կտակարան պետք է բացենք։ Գիտեք չէ, Աստվածաշունչը բաղկացած է հին եւ նոր կտակարանից, ունենք 66 գրքեր եւ նոր կտակարանի մեջ տեսնում ենք, որ Աստծո խոսքը սկսվում է ավետարան ըստ Մատթեոսի եւ այսօր պետք է 13-րդ գլուխը բացենք եւ պետք է ուսումնասիրենք մի քանի տեղեր, որտեղ այո Քրիստոս պետք է խոսի մեր Տեր Փրկիչ, մեր բարի հովիվը, բոլորիս բարի հովիվը պետք է խոսի երկնքի արքայության մասին եւ պետք է մի քանի պատկերներ մեզ բերի, որպեսզի հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում երկնքի արքայությունը։ Ճիշտ է, ուրիշ տեղեր կարող ենք տեսնել երկնքի արքայության մասին, բայց այսօր պետք է կենտրոնանանք այս գլխի, այս տեքստի մեջ։ Մի քանի ամիսներ առաջ ես դες խոսեցի արդեն առաջի պատկերի մասին, այն սերմնացանի մասին, որ Տերն ասեց, ահա թե ինչ է իրենից ներկայացնում նաև երկնքի արքայությունը, այն սերմնացանը, որ դուրս է գալիս եւ սկսում է ցանել։ Եթե հիշում եք այդ մասին։ Այո, գոյություն ունի թագավորություն եւ ասենք, որ թագավորությունը դա այն հասկացողությունն է, որը պետք է խոսի թագավորի մասին, որը պետք է խոսի արժեքների մասին այդ թագավորության, որը պետք է խոսի եւ նաեւ կարելի ասել սահմանների, կարելի ասել օրենքների մասին, եւ երբեմն եթե խոսում ենք այդ թագավորություն հասկացողության մասին, պետք է նաեւ հասկանանք, որ մենք գտնվում ենք ուրեմն մեկ ուրիշ թագավորության մեջ, եւ Տերը գալիս է, որպեսզի իր թագավորությունը մեզ ցույց տա, որպեսզի մենք հասկանանք, ապրենք այդ թագավորությունը եւ նաեւ մյուսներին խոսենք, հաղորդակցենք մյուսներին այդ թագավորության մասին։ Գիտեք, երբ որ մի թագավորություն հարձակվում է մեկ ուրիշ թագավորություն վրա, ինչ է տեղի ունենում։ Ինքը վերցնում է, բոլոր տեղերը գրավում է եւ այն մեծ թագավորությունը, որ գրավում է, պետք է որ առաջնորդի մնացած բոլորին իր օրենքներով, արժեքներով։ Չի կարող լինի երկու թագավորություն միևնույն տեղ, եթե արդեն գրավել է բոլորովին։ Եվ եթե խոսքը գնում է մեկ ուրիշ կողմից, այսինքն եթե մի թագավորության մեջ կան մարդիկ, ովքեր ներկայացնում են մեկ ուրիշ թագավորություն, այսպես կոչված դեսպաններ հասկացողություն։ Գիտեք չէ, կա դեսպանատուն, կա դեսպան հասկացողությունը, որը մեկ ուրիշ երկրի մեջ է, բայց ինքը իր երկրի արժեքները, ինքը իր երկրի օրենքները, ինքը իր երկիրն է ներկայացնում մեկ ուրիշ երկրի մեջ։ Դու չես կարող այդ դեսպանին ամեն ձևով փոխես, վերափոխես այն երկրի օրենքներով, որտեղ նա գտնվում է, ոչ, նա պետք է ներկայացնի իր երկիրը։ Նա պետք է իր երկրի արժեքներն առաջ բերի, նույնիսկ նա իր երկրի լեզուն պետք է խոսի։ Ինձ այս վերջերս հնարավորություն ընձեռնվեց, որ գտնվեմ Հայաստանում եւ Հայաստանում եղա ֆրանսիական դեսպանատան մեջ եւ այո, ֆրանսիացի դեսպանատուն
դեսպանին հանդիպեցին, խոսեցինք իրեն հետ, նա ինձ հետ հայերեն չխոսեց։ Թեկուզ եւ կարող էր նաեւ ինձ հետ բարևեր հայերեն, բայց ինձ ֆրանսերեն խոսեց եւ ավելի շատ ֆրանսերեն մտքեր, ֆրանսական մտքեր էր առաջ բերում, քան թե հայկական։ Այո, կա այդ այսպես ասած երկկողմանի մտքեր, կան այսպիսի հասկացողություն, որ նա գտնվում է Հայաստանում, բայց նա գտնվելով Հայաստանում, նա ավելի շատ խոսում էր ինչպես անել, որպեսզի դպրոցները ֆրանսերեն լեզու ավելի շատ խոսեն։ Ինչպես այս երկրի կրթությունը, այս երկրի արվեստը, այս երկրի ելուդիրը, այսպես ասած, Հայաստանում ավելի շատ զարգանա։ Համոզված եմ, եթե գնայինք Ամերիկայի դեսպանատուն, նա պետք է ինձ անգլերեն խոսեր, գնայինք մեկ ուրիշ դեսպանատուն, նա պետք է ինձ խոսեր իր երկրի արժեքներից, լեզվից եւ ելուդիրից։ Եվ մենք որպես Աստծո եկեղեցի, Աստծո ժողովուրդ գտնվում ենք մեկ ուրիշ թագավորության մեջ, բայց մենք Տիրոջ թագավորությունն ենք ներկայացնում։ Մենք Աստծո թագավորությունն ենք ներկայացնում։ Մենք Տիրոջ արժեքներն ենք առաջ բերում։ Մենք մեր արժեքները չենք բերում, այլ Աստծո արժեքներն ենք առաջ բերում։ Եվ երբ որ նույնիսկ մենք մեր անձնական, այսպես ասած, այն հին մարդը փորձում է առաջ գալ եւ մեր մտքերով շարժվել, հիշենք, որ մենք կանչված ենք, մենք ուղարկված ենք, մենք այստեղ ենք, որպեսզի լույս լինենք, աղ լինենք, այն երկնքի թագավորություններ ներկայացնենք։ Մենք ստեղծվել ենք Տիրոջ պատկերով եւ իմաստը ինչն էր, որ պետք է ժողովուրդը լցնեին այս ամբողջ երկրագունդը, դա այն էր, որ Տիրոջ պատկերով պետք է լցնեին։ Չէ՞ որ երբ որ Աստված ստեղծեց երկիր եւ մարդուն ստեղծեց, ասեց մեր պատկերով պետք է ստեղծենք իրեն, մարդուն, կին եւ տղամարդ, չէ՞։ Եվ մի քանի խոսքեր երբ որ կարդում ենք, տեսնում ենք Տերն ասում է լցրեք այս աշխարհը։ Եվ ինչով պետք է լցնենք այս աշխարհը, եթե ոչ Տիրոջ պատկերով, եթե ոչ Աստծո պատկերով։ Եվ ո՞րն է այդ Աստծո պատկերը։ Դա Աստծո թագավորությունը, Աստծո արժեքներն է, դա այն հոգևոր պտուղն է, որ մենք պետք է ունենանք։ Եվ Քրիստոս, այո, ասում է, երբ որ ինքը եկավ երկիր, ինքը ասեց ապաշխարեցեք, ետ դարձեք, դարձի եկեք։ Ձեր հին առաջնորդությունով կանգ առեք, մի շարժվեք ձեր մտքերով, ետ դարձի, դարձեք դեպի ինձ, ինչու համար նա ասում է, եւ Հովհաննես Մկրտիչը նույն խոսքը քարոզն է ասում, որովհետեւ երկնքի թագավորությունը մոտ է, երկնքի թագավորությունը եկել է, հիմա արդեն մոտ է երկնքի թագավորությունը։ Եվ Քրիստոս այստեղ, այո, Մատթեոս ավետարանի մեջ պետք է մեզ մի քանի տեղեր խոսի եւ ասի, թե ինչի է նման երկնքի թագավորությունը։ Այսպես ասած, առակների միջոցով մեզ պետք է ասի, որ այո, երկնքի թագավորությունը նման է այս կամ այն բանին։ Բացեք ինձ հետ կխնդրեմ, հիմա դուք պետք է հետևեք ինձ հետ 13-րդ գլուխ, ինչպես ասեցի, Մատթեոս ավետարան ըստ Մատթեոսի 13-րդ գլուխ, այդտեղ պետք է մնանք եւ մի քանի տեղեր պետք է կարդանք, 24-րդ խոսքից հիմա պետք է կարդանք։ Հիսուսը նրանց մեկ այլ առակ էլ պատմեց եւ ասեց. Երկնքի արքայությունը նման է մի մարդու, որն իր արտում լավ սերմ ցանեց։ Ուշադրություն դարձրեք ամեն մի խոսքին, ամեն մի բառին, այն մարդը իր արտի մեջ լավ սերմ ցանեց։ Երբ մարդիկ քնած էին, նրա թշնամին եկավ, ցորենի մեջ, որում ցանեց իր վատ սերմը։ Երբ խոտը բուսնեց ու պտուղ տվեց, երևաց նաև որոմը, այսինքն վատ պտուղը։ Տանտիրոջ ծառաները մոտեցան նրան եւ ասեցին. Տեր, չէ՞ որ դու այդ արտի մեջ ցանեցիր լավ սերմը։ Այդ որոմը որտեղից։ Եվ նա նրան ասաց. թշնամի մարդն է դա արել։ Ծառաները նրան ասեցին. հիմա ուզում ես գնանք, դրանք հանենք, քահ հանենք, եւ նա ասեց. ոչ։ Որում այսինքն վատ պտուղը, եթե այսպես ասենք, քաղելիս միգուցե նաեւ ցորենն էլ դրանց հետ արմատախիլ անենք։ Թողեք, որ միջև հունցքը երկուսը միասին աճեն եւ հունցքի ժամանակ հնձողներին կասեմ. նախ որոմը քաղեք, խրծեք, կապեք այրելու համար, իսկ ցորենը հավաքեք իմ շտեմարանի համար։
Գիտեք, մի բան մտածում ենք, որ իրոք ինչու համար այդ վատ բանը այս երկրի մեջ կա։ Ինչու համար վատ մարդիկ կան։ Ինչու համար այդ նույնիսկ հողի մասին խոսելուց, չէ, լավ բան ենք ցանում, բայց միևնույն ժամանակ, այսպես ասած, հայկական խոսքերով մոլախոտել է աճում։ Ինչու համար փորձում ենք լավ սնունդ տալ, ջրել, ավելի շատ հոգ եք տանում լավ, այսպես սերմի, լավ պտուղի համար, բայց կողքից վատնել է աճում։ Այո, Տերը ամեն բան լավ արեց, բարի արեց, եւ Տիրոջ արարչության մեջ տեսնում ենք, որ ինչ նա արարեց, նա կրկին հաստատեց ասելով բարի է, լավ է։ Ինչ Տիրոջից է գալիս, բարի է։ Բայց ահա գտնվեց թշնամին, ահա գտնվեց մեկը, որ ուզեցավ հակառակ ելնել։ Եվ մարդը լսեց նրան, ավելի շատ ուզենալով նրան հետևել, այն որ ասում է, արի ես քեզ մի բան պետք է ասեմ, Աստված քեզ ուզում է թաքցնի, բայց ես քեզ ուզում եմ բացել։ Երբեմն մարդիկ այդպես են անում։ Եվ գիտես թե ամենակարևոր բանը պետք է ասեն, եւ քեզանից Աստված ինչ-որ մի բան է թաքցրել։ Եվ մարդուն այդպես արեց, խապեց, կարելի ասել, խապեպան թշնամին, ասելով որ Աստված չի ուզում որ դու նրան նման լինես, գիտենաս թե ինչն է բարին եւ ինչն է չարը։ Աստված ոչ թե ուզում էր թաքցներ, Աստված ուզում է որ մարդը իմանար, լսեր Աստծուց, թե որն է բարին եւ չարը, ոչ թե ինքը անձամբ որոշեր, թե ինչն է բարին եւ չարը, որովհետեւ դա դրան շատ վատ վերջ եւ հետևանք պետք է ունենար։ Եվ այստեղ այս պատմության մեջ, այս առակի մեջ տեսնում ենք ինչ, որ ժամանակը կգա, երկուսը պետք է քախանվեն, դատաստանը պետք է գա եւ որոշում պետք է կայացվի եւ մեկը պետք է գնա ավելի շատ գեհենի կրակի մեջ, իսկ մյուսը պետք է գնա Աստծո ներկայության մեջ։ Գիտեք, ուզենք չուզենք, մի օր պետք է գա այդ ժամանակը, որ պետք է մետեղ լինեն նրանք, ովքեր ընտրեցին Աստծուն, մետեղ լինեն նրանք, ովքեր չընտրեցին Աստծուն։ Այստեղ է ժամանակը, այսօր է երկրի վրա է ժամանակը, ոչ թե այնտեղ, ոչ թե մահանալուց հետո է ժամանակը։ Դու կարող ես գրքեր կարդալ, դու կարող ես քարոզներ լսել, դու կարող ես մտքեր արտահայտել, որ ես դեռ ժամանակ ունենամ մահից հետո, չկա նման բան։ Գիտեք, եկեղեցին ցավոք սրտի, երբ պատմություն ենք կարդում, տեսնում ենք, որ մարդիկ փորձել են ընտանիքներից, ծնողներից փողեր վերցնել, որպեսզի հետ մահու ապաշխարության աղոթքներ անեն։ Չկա նման բան, ես չեմ կարող կարդալ նման բան Աստվածաշնչի մեջ։ Դա հետ մահու էլ ապաշխարություն չկա, այստեղ Աստված հնարավորություն է տվել, այստեղ Աստված հայտնվում է մեզ, այստեղ Աստված խոսում է մեզ, Աստված եկավ եւ խոսեց։ Այն ժամանակ նոր աղքատը եւ Ղազարոսը մահանում էին եւ գնում էին, չէ, ամեն մեկը իր տեղը, չէ։ Հարուստը ասեց Տեր, դուր հնարավորություն գնամ, ես եղբայրներ ունեմ։ Տերն ասեց, ինչ պետք է, բա եղբայրներս ես այդպես շարունակեն, նա կգան նույն տեղը, որտեղ ես եմ, այսինքն կրակի մեջ։ Եվ Տերն ինչ ասեց, Աբրահամն ասեց, Տիրոջ խոսքերով, Աբրահամն ասում է, բայց նրանք ունեն մարգարեներ, Աստծո օրենքն ունեն, թող լսեն։ Եվ հարուստը ինչ է ասում, ժողովուրդ, հարուստն ասում է, չէ, եթե մեկը հարություն առնի, նրանք կհավատան։ Եվ Աբրահամն ասում է, լսիր, եթե իրենք մարգարեներին եւ Աստծո խոսքին չեն լսում, մեկը որ հարություն էլ առնի, էլ չեն լսի։ Մարդ եթե չի ուզում լսել, մարդ եթե չի ուզում տեսնել, նրա աչքերի առաջ լույս կա, արև կա, նրա աչքերը կփակի, կասի չէ լույս չկա։ Աստված իր արարչությունը, Աստված իր օրհնությունը, Հիսուս Քրիստոս եկել էր երկրի վրա, մարդիկ փակեցին աչքերը, մարդիկ խաչեցին Հիսուս Քրիստոսին, ասեցին, չէ դու ով ես։ Մենք ես ճանաչում ենք, դու Հովսեփի զավակն ես։ Ինչ Աստծո որդի։ Այսօր մարդիկ շարունակում են, ում խոսում ենք Աստծո խոսքը, առաջնորդում ենք Աստծո խոսքով, Աստծո Աստվածաշնչի, Աստծո արժեքներով, մարդիկ դեռ ասում են այսօր, թե ինչ պատմություն եք պատմում, ինչ ճանապարհ եք բռնել, ինչու եք գնում ժողովում, ինչ թագավորության մասին է խոսքը։ Բայց օրը կգա, ուզենք չուզենք, որ պետք է լինի այդ հանդիպումը մեր Տիրոջ հետ, մեր Աստծո հետ, մեր արարչի հետ։ Նա ստեղծեց ամեն բան, եւ այս ամենը վերջ պետք է ունենա։ Եվ պետք է նա ասի, դու արի ինձ հետ, որովհետև ընտրել ես, իսկ դու մերժեցիր։ Դատաստանը կլինի օրերից մի օր։ Թագավորը պետք է գա եւ ասի, դու ինձ ես պատկանում, դու իմ թագավորության մեջ ես։ Դու իմ օրենքների հետ, դու իմ արժեքներով առաջնորդվեցիր, դու ինձ ես պատկանում։
Հիսուս Քրիստոսը պետք է շարունակի խոսելով մեկ ուրիշ առակների մասին, եւ նա կխոսի, կխնդրեմ կարդանք նաեւ 13-րդ գրքին, մնում ենք 13-րդ գլխի մեջ, եւ հիմա պետք է կարդանք 47-ից 50-րդ խոսքերը, 47-ից 50-րդ խոսքերը, դարձյալ երկնքի առկայությունը նման է, Հիսուս Քրիստոս այսպես տարբեր պատկերներ, տարբեր սիմվոլիկ, այսպես ասած, ձևերով պետք է խոսի, ասելով, թե ինչի է նման երկնքի առկայությունը։ Նման է ծովը նետված ուրկանի, ցանցի, ուրկանի, որ ամեն տեսակ ձուկ է հավաքում։ Երբ լցվեց, ցամաք հանեցին եւ նստեցին, լավերն ամանների մեջ հավաքեցին, իսկ վատերը դեն նետեցին։ Այսպես է լինելու նաև աշխարհի վերջում, հրեշտակները դուրս կհելնեն, արտարների միջից չարերին կզատեն, ու նրանց կրակը հետ կգցեն, կրակի մեջ կգցեն, այնտեղ կլինի լաց, ատամների կրճտոց, լաց ատամների կրճտոց։ Գիտեք, այս խոսքը, որ կարդում եմ, երբեմն մտածում եմ, բավական չէ, բավարար չէ, որ ես գտնվեմ եկեղեցու մեջ։ Վատ ձկները լավ ձկների հետ ցանցի մեջ էին։ Բավ չէ, հերիք չէ, որ դու ցանցի մեջ լինես։ Կասենք, մեր հայերը քրիստոնյա ազգ, փառք մեր ասում, որ քրիստոնյա ազգ են, փառք մեր ասում։ Կասենք մեր պետական կրոնն է, կասենք մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, կասենք մենք հայ նշանակում է քրիստոնյա։ Ժողովուրդ ասել եմ, էլի կրկնում եմ, նույնիսկ բավարար չէ, որ մենք գանք եկեղեցի։ Ասեմ են ավելին։ Աստվածաշունչ կարդալն էլ բավարար չէ։ Դու կարող ես նույնիսկ կարդաս, գաս եկեղեցի, բայց չփոխվես։ Գտնվես այնպիսի մի միջավայրում, որտեղ կան քրիստոնյաներ։ Գտնվես այնպիսի միջավայրում, որտեղ այո թակավորությունը տեսնում ես, բայց ինքդ մերժես, չթողնես, չընկնես, չուզենաս այդ Աստծո ներկայությունով, արժեքներով լցվես եւ թակավորությունն ապրես քո սրտի, քո էության մեջ։ Եվ Տերն ասում է, այո, վաղ թե ուշ կգա ժամանակը, որ պետք է վերցնենք, այսպես ասենք, սա վատն է, սա լավն է, սա վատն է, սա լավն է։ Եվ այդ ասելով չի նշանակում, որ մարդ արտաքինից կասի ես լավ քայլեր արեցի, ես չգողացա, ես սուտ չխոսեցի, ես չսպանեցի, ինչի պետք է Աստված ինձ շնտրի։ Ժողովուրդ, ինչ անես, ամենալավ քայլերն անես, ամենալավ գործողությունները, ամենալավ ընծաները, ամենալավ ծառայություններն, աշխարհում ամենամեծ քայլերն անես, գիտեցի, Աստծո առաջ մեղավոր ես։ Ես ամենալավ մարդը լինեմ աշխարհի մեջ, Աստծո առաջ մեղավոր եմ առաջի հերթին, քանի որ մեղքով եմ ծնվել։ Ես կարիք ունեմ Աստծո ներման, ես կարիք ունեմ Հիսուս Քրիստոսի ներման, որ նա ինձ սրբի եւ նա իր հավիտենական կյանքը։ Եվ նա ինձ տալիս է շնորհ, ծրիչ, պարգևում է դա։ Ուղղակի ես պետք է ասեմ համաձայն եմ, je suis d'accord։ Համաձայն եմ, տրվում եմ, խոնարհվում եմ, ես մեղավոր եմ, ես չսպանեցի, ես չգողացա, բայց ես մեղավոր եմ քո սրբության առաջ, դու սուրբ ես, իսկ ես ոչ, ես մեղավոր եմ։ Եվ Տերը ինձ կտեսնի Քրիստոսի միջոցով։ Աստված, Հայր Աստված ինձ կտեսնի Քրիստոսի միջոցով։ Այո, ցանցի մեջ գտնվել, եկեղեցու մեջ գտնվել բավ չէ, բավարար չէ։ Ժողովուրդ կարող ենք, շատ կոպիտ եմ կարող է հնչում դա, կարող ենք նույնիսկ երգենք։ Եթե այդ թակավորությունը չի ներթափանցել իմ սրտի մեջ, արտաքինից ամեն բան, լավ բան կարող եմ անել։ Պետք է իմ ներսինը փոխվի, պետք է իմ էությունը, պետք է իմ հոգին փոխվի։ Եվ Տերն ասում է, օրերից մի օր դա պետք է այան տեսանելի դառնա։ Տեր Քրիստոսը շարունակում է ասելով, որ կա նաև մեկ ուրիշ առակ, 13-րդ գլուխ 31-րդ խոսքից նա ասում է. մեկ առակ էլ պատմեց, ասեց, որ երկնքի առկայությունը նման է մանանեխի հատիկին, որ մի մարդ վերցրեց եւ իր արտի մեջ ցանեց։ Այն բոլոր սերմերից ամենափոքրն է, բայց երբ աճում է,
բոլոր բույսերից ավելի մեծ է լինում եւ ծառ է դառնում, այնպես որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճյուղերին հանգիստ առնում։ Տեր, ինչու համար խոսում ես այն մանանեխի հատիկի մասին, ասելով, որ դա նման է երկնքի առկայությանը, նման է Աստծո թագավորությանը։ Ինչպես կարող է երկուսը նմանվել։ Դա փոքր բան է, շատ փոքր։ Այո, Տիրոջ առկայությունը երբ որ գալիս է մեր սրտերի, մեր կյանքերի մեջ, սկզբում շատ փոքր է։ Դա մի խոսք է, որ գալիս է եւ սկսում է ներգործել ներսից։ Եվ սկզբից շատ փոքր է։ Սկզբից մի փոքր աղոթք է, սկզբից մի փոքր խոսք է, սկզբից մի փոքր լույս է, հայտնվում է Աստված քեզ եւ արդեն քեզ հետ խոսում է։ Բայց երբ որ արդեն թույլ ես տալիս այդ պտուղը տեղ է գրավում, մեծանում է, այնքան է մեծանում, որ թռչունները գալիս են եւ հանգստանում են։ Ում վրա կարող ես դու հիմնվել, որ իրականապես խաղաղություն ապրես, ժողովուրդ, եթե ոչ Հիսուս Քրիստոսի վրանի։ Տերը գալիս է, Տիրոջ խոսքը խաղաղություն է տալիս։ Տիրոջ խոսքը լցված է բարիությունով, ժուժկալությունով։ Տիրոջ Սուրբ Հոգու այն պտուղը, որ կարդում ենք, չէ, հավատարմությունը, բարիությունը, հավատքը, այն գիտեք, նրբությունը, այն ժուժկալությունը, ինքնատիրապետումը, այդ ամենը Տիրոջ մոտ ենք կարողանում իրականապես ապրել։ Եվ այն մեկը, որ Տիրոջ թագավորությունը իր մեջ ունի ապրում է, այդ մեկի հետ կարող ես ճանապարհ գնալ, կարող ես քեզ խաղաղ զգալ, եւ նույնիսկ երբ որ դու ջղայնացած ես, կարող ես հանդարտվել, հանգստանալ։ Քրիստոսի հետ, ես չգիտեմ դու ինչպես եք տեսնում Քրիստոսին, Քրիստոսի հետ բոլորը հանգիստ խաղաղ էին։ Այն ամեն մարդիկ, ովքեր վազում էին այս կողմ այն կողմ, այն մարդիկ, ովքեր նույնիսկ դիվահարված էին, այն մարդիկ, ովքեր շտապ եկ, պետք է փրկության հասնես, մահանում է արդեն, Քրիստոս ասում էր. հանգիստ, խաղաղ, ամեն բան լավ է, ես հոգ կտանեմ։ Տեր Քրիստոսն ասում է, որ իմ բեռը վերցրու, իմ բեռը ավելի թեթև է։ Ինչպես կարող է Տիրոջ բեռը թեթև։ Այո, մենք այնպիսի բեռեր ենք վերցնում, շարունակում ենք մեր կյանքը շարունակել, քայլել, բայց Տիրոջ բեռը թեթև է։ Եվ Տիրոջ վրան հիմնվելով, Տիրոջ ուսին հիմնվելով կարող ենք խաղաղություն ստանալ։ Դա է իրականապես երկնքի թագավորությունը։ Երբ որ մարդիկ ձեզ լսում են, քեզ լսում են, ավելի շատ խաղաղվում են, քան թե ջղայնանում, չէ գրգռվում։ Երբեմն մարդիկ կան կողքդ ուղակի գալիս են, չգիտեմ ստացվել է թե չէ, դուք ասեք, էլի ինքը եկավ։ Էլի պետք է գա, հանգիստ նստած ենք, խաղաղ նստած ենք։ Էլի եկավ, պետք է խառնա շփոթ իրավիճակ լինի։ Չգիտեմ ստացվում է, մարդիկ գոլեգաներ, աշխատանքային, ասի, մարդ ընկերներ կան, ծանոթներ կան, էլի եկավ, էլի մի բան պետք է ասի, խառնի իրար։ Բայց մեկ ուրիշ մարդու համար կարող եք ասել, լավ է, որ եկար, այսպես բոլորս խառնված ենք, բոլորս խաղաղությունը կորցրել ենք եւ գալիս է մի խոհե, մի խելացի, մի Աստծուց տրված խոսք է տալիս, հանգստացնում է բոլորին, խաղաղություն է բերում բոլորին եւ բոլորս կարող ենք հիմնվել, խաղաղվել այս թե թռչունների նման կանգնել եւ հանգստանալ այդ մի խոսքով։ Տերը շարունակելով ասում է, թե այո, Աստծո թագավորությունը նաև ուրիշ մեկ բանի նման, 33-րդ խոսքի մեջ պետք է այդ կարդանք, Հիսուսը մեկ առակ էլ պատմեց եւ ասեց, երկնքի առկայությունը նման է թթխմորի։ Տեր էլ ուրիշ բան չկար, որ համեմատեր երկնքի առկայությունը ինչու թթխմորի հետ։ Չէ, երբեմն դուք որ կարդում եք նման հարցեր չեք տալիս, ինչու թթխմորի կարող է երկնքի առկայությունը նման լինի։ Երկնքի առկայությունը նման է թթխմորի, որ մի կին վերցրեց եւ 3 չափ ալյուրի մեջ դրեց, մինչեւ որ ամբողջը խմորվեց։ Գիտեք, այն միտքը, որ ուզում եմ միասին խորհենք, մտորենք, հետեւյալն է, թե թթխմորը նաեւ այս մանանեխի հատիկի նման կարելի ասել մի նշելի, շատ փոքր մի բան է։ Այնպիսի մի բան է, որ նույնիսկ կարելի ասել բանի տեղ չենք դնելու։ Այնպիսի մի բան է, որ նույնիսկ փակ է, թաքցված է նույնիսկ։
Չէ, թթխմորը դրվում է այն խմորի մեջ, որը ներս է, չգիտեմ դուք պետք է որ տեսած լինեք, ես շատ անգամ տեսել եմ, կվերցնեն, կդնեն եւ ավելի շատ կփակեն եւ ներսը պետք է լինի։ Եվ այդ հասկացողությունը, որ Քրիստոս ըստ իս առաջնորդում է այստեղ, մեզ ուզում է ցույց տա, այն է, որ երկնքի թագավորությունը երբեմն թաքնված է։ Երբեմն մեկ ուրիշ բաներով է ծածկված։ Երբեմն շատ փոքր է, բայց համբերիր, ժամանակը կգա, այն պետք է տեղ վերցնի, պետք է մեծանա։ Պետք է զարգանա։ Պետք է այդ թթխմորը հաց դառնա ժամանակի ընթացքում եւ պետք է սնվենք, սնունդ առնենք։ Այո, Տեր Քրիստոսը գալիս է, Աստված գալիս է, հայտնվում է, այսօր առավոտ խոսում է այդ մասին, որ մեր ներքին մարդուն է խոսում, մեր հոգուն է խոսում։ Արտաքինին չի խոսում։ Արտաքինից ամեն ինչ կարող ենք լավ բաներ ցույց տալ, լավ ընկերներ, լավ մարդիկ, ասենք բազում ընկերներ, բազում մարդիկ, բայց երկնքի արկայությունը, այսպես ասած, արտակնապես չէ, որ պետք է ազդի։ Այդ ներքին ազդեցություն ունի։ Նա ներքինից պետք է ազդեցությունը սկսի եւ դուրս գա, ներսից դուրս։ Եվ մարդը, երբ որ ներսից է փոխված, վերափոխված, այդ մարդու կյանքն է փոխված, այդ մարդու ապագան է փոխված, այդ մարդու աշխարհայացքն է փոխված, այդ մարդու քայլերի մեջ տեսնում ես, որ նա չի անում, որպեսզի անել տեսանելի լինի մյուսների առաջ, այլ մարդը ներքին մարդը փոխված է արդեն։ Նրա բնավորության գծերն են փոխվում, նրա զգացմունքներն են փոխվում, նրա վարքն է փոխվում, ամեն բան փոխվում է, քանի որ ներքին էակը Սուրբ Հոգին գործում է, ներգործում է իր հոգու վրա։ Փորձում ես մարդուն ինչ որ բնավորության կետեր փոխել, չես կարող։ Հիմա կանայք կասեն, ճիշտ եք ասում, պատվելի։ Փորձում եմ ամուսնուս փոխեմ, տարիներ շարունակ չի փոխվում։ Ամուսինները նույն բանը կասեն։ Փորձում եմ այս իր բնավորության գիծ փոխել, չեմ կարող։ Հիասթափություն պետք է քեզ կրկին բերեմ, փորձիր 10 տարի ամբողջ կյանքդ չես փոխելու։ Նույնիսկ Աստված չի ուզում քեզ ստիպել, որ փոխվես։ Բայց երբ որ արդեն Աստված գալիս է մեր Սուրբ Հոգուն, իր Սուրբ Հոգով մեր հոգուն է խոսում, մեր հոգին ներգործում է մեր բնավորության գծերի վրա։ Մեր էությունը փոխվում է ներքնից եւ կամած տեղ է գրավում այդ երկնքի թակավորությունը մեր սրտերի մեջ եւ կամած մեր քայլերի մեջ, խոսքերի մեջ, մեր մտքերի նույնիսկ մեր մտքերի մեջ փոխվում ենք։ Էլ չարը, էլ վատը չես մտածում։ Միտեղ գնում ես վատը առաջինը չես տեսնում, բարին ես տեսնում։ Մարդիկ սկսում են վատ բաներ խոսել, վատ խոսքեր ասել, դու լավն ես խոսում, բարին ես, բարետես ես դառնում։ Դա ուղղակի բառեր չեն, որ ասում եմ։ Դա իրականապես Աստծով առաջնորդված։ Քրիստոսին նայում եք, տեսնում եք, Քրիստոսին կարդում եք, պատկերացրեք ինչպես էր նա։ Ոչ գրգռված, ոչ ինչ որ ստրեսի մեջ, ոչ ինչ որ մի, չգիտեմ, նրա խոսքը ավելի շատ խաղաղություն էր բերում։ Նրան նույնիսկ, այսպես ասած, թակարդն էին ուզում գցել, բայց նա խոսք ուներ։ Ամեն մեկին ամենատ։ Կռիվ չէր գցում։ Եվ նույնիսկ երբ որ նրան ասում են Տեր, հələ մի րոպե, փողը ում է հասնում, պետք է տանք էսիշ փողը Կայսրին, էսիշ փողը տաճարին, նա չասեց թե չէ, նրան մի տվեք, կամ նրան շատ տվեք, նրան քիչ տվեք։ Այս ասեց, ինչ որ Կայսրին է պատկանում, իրան տվեք, ինչ որ Աստծուն։ Տեր ինչպես։ Հա։ Այս աշխարհում ես ապրում, օրենքներ կա, երբեմն բաններ կա, հարցեր կա, պետք է նաև, այո, ինչ որտեղ քայլ անել, քեզ եկտե գան ասել պետական, չէ, հարկեր կա, կարող են քեզ ասել, որ հանկարծ չմուծես այդ պետական հարկերը, ինչ որ վերաբերվում այս երկրի օրենքներում, պետք է դա անես, բայց ինչ որ Աստծուն է գալիս, ինչ որ Աստծուն պետք է տաս, ինչ որ Աստծուն պետք է հանձնես, ինչ որ Աստծուն պետք է բերես, մի մոռացիր, մի ասա ես չունեմ, այնքան շատ տվեցի հարկերին, էլ չունեմ, այնքան շատ տվեցի մարդկանց, էլ չունեմ Աստծուն տալ, ոչ, այո, Տերը մեզ սովորեցնում է իր թագավորության մասին խոսելով, թե ինչ է իրենից ներկայացնում երկնքի արկայությունը, Տիրոջ Աստծո թագավորությունը, անտեսանելի է սկզբից, այո, այն թթխմորը,
որ պետք է դրվի խմորի մեջ, բայց որոշ ժամանակ անց պետք է այն մեծանա, պետք է ուժ, պետք է զորություն վերցնի եւ օրինակ դառնա մյուսներին, նաեւ հաց սնունդ պետք է դառնա։ Քո խոսքը պետք է սննդարար, պետք է խաղաղություն բերի մյուսներին։ Երբեմն փորձիր քո խոսքը ավելի շատ մարդուն գրգռում ավելի շատ ջղայնություն առաջ բերում, թե խաղաղություն։ Փորձիր։ Դու կտեսնես, թե ինչով ես առաջնորդված։ Դու կտեսնես, թե ինչ թակավորություն է քո ներսում։ Եվ կտեսնես, թե ինչ արժեքներ, ինչ հոգևոր պտղի, այդ կարելի ասած բնորոշ հատկանիշներ պետք է փոխես քո կյանքի մեջ, որ ավելի շատ նմանվես Տիրոջը։ Տերը պետք է խոսի եւ ասի նաեւ այն օրինակը բերելով, ասելով, թե երկնքի թակավորությունը 44-րդ խոսքի մեջ պետք է կարդանք, բացեք կրկին 13-րդ գլուխն է, մնաց այս եւ վերջինը երկուսը պետք է կարդանք եւ վերջացնենք։ Քրիստոս կասի երկնքի թակավորությունը նման է նաեւ, ուրեմն 13-րդ գլուխ 44-րդ խոսքը պետք է կարդանք։ Երկնքի առկայությունը նման է արտի մեջ թաքնված, կրկին խոսքը գնում է թաքնված, պահված, թաքնված գանձի, որ մի մարդ գտել է եւ թաքցրել։ Նա ուրախությունից գնում է եւ վաճառում է իր ամբողջ ունեցվածքը եւ գնում է ինչ անում։ Պետք է գնի, պետք է առնի այդ արտը, գանձը մեջը։ Գիտեք, եթե տարբերություն դնենք մնացած օրինակների մեջ, այստեղ կտեսնենք, որ ի տարբերություն մանանեխի հատիկի, ի տարբերություն ձկների, ի տարբերություն այն սերմնացանի, այն սերմի, ի տարբերություն նաեւ այն թթխմորի, գանձը այստեղ մի ստատիկ, այսպես մի ոչ շարժուն, կարելի է նույնիսկ ասել ոչ կենտանի դեր ունի։ Ինչ է միտքը, իմաստը։ Այնպիսի մի բան է, որը չի մեծանում, այդ մեծանալու մասին չէ խոսքը։ Այսինքն նա այսպես կա, անփոփոխ է, գանձ է եւ այդպիսին է տրված մեզ եւ այն փոփոխման ենթակա չէ։ Մի բան առաջերտի նախքան այն պետք է որ հիմա ասեմ, մի բան կարևոր բան պետք է ասեմ, որ այստեղ Տերն ասում է, թե երկնքի թակավորությունը մեկը տեսա որ գանձ է, մեկը տեսա որ գանձ գտավ, նա գնաց իր ամբողջ ունեցվածքը վաճառեց։ Ինչ ունեցվածքի մասին է խոսքը, ժողովուրդ։ Եթե ոչ այն ապրելակերպի, այն գրքերի կրկին, որ սկզբից ասեցի արտացել ես, քեզ ուղղություն են տվել, այդպես ես վերաբերվել, այն մտքերի, այն դա, նույնիսկ գիտեք, այն որ ասում են պապական եկած մտքեր են շարադրում եւ ասում են այդպես ենք շարունակում։ Բայց երբ որ Աստված գալիս է քեզ հայտնում է թե ինչ է երկնքի թակավորությունը, դու ասում ես, չէ, ես այդ ուղղությունը թողնում եմ, գնում եմ Աստծո հետևից։ Ամեն բան, ամեն մտքեր, ամեն գրքեր, ամեն կարելի ասել պատմություն, ամեն բնավորության կետեր, ամեն կարելի ասել նույնիսկ սովորություն, ամեն բան թողնում ես, վաճառում ես քո ունեցվածքը, վաճառում ես քո անցյալը, վաճառում ես քո մտածելակերպը նույնիսկ, վերցնում ես այն մտածելակերպ, որ Աստված է քեզ առաջարկում։ Այն գանձը եւ այդ գանձը կարելի է խոսել նաեւ այն շնորհի մասին, որ Աստված տվեց, որովհետեւ արտն է գնում գանձը մեջը։ Աստված մեզ տվեց կյանք, ճանապարհ տվեց, որի հետ կա նաեւ ինչ կյանք, հավիտենական կյանք, որի համար դու ոչ մի բան չես վճարել։ Եվ այն անփոփոխ է։ Դրա համար ոչ մի բան չես կարող անել։ Ոչ կարող ես ավելացնել, ոչ կարող ես պակասեցնել, նա քեզ տվել է։ Եվ կա այդ գանձը բոլորիս համար։ Վերջացնեմ նաև այն վերջի օրինակը, որ Տերը կասի երկնքի արքայությունը նաև նման է ինչին 45-ից 46-րդ խոսքերի մեջ պետք է կարդանք։ Դարձյալ երկնքի արքայությունը նման է մի վաճառականի, որը գեղեցիկ մարգարիտներ է որոնում։ Մի թանկագին մարգարիտ գտնելով գնում է կրկին, խոսում է այստեղ, վաճառում է իր ամբողջ ունեցվածքը եւ այն պետք է գնի։ Կրկին այստեղ խոսում է այն մասին, որ այո, ինչ իմաստ ունի այն բոլոր հարստությունները, լինի դա ունեցվածք, լինի դա ընկերներ, լինի դա գիտելիք, լինի դա դիպլոմներ, լինի ամեն բան, ինչ արժեք ունի, եթե իմ կյանքն է կորստի մատնված։ Խոսքը գնում է իմ հավիտենական կյանքի մասին։ Եվ այդ մարդը, այո, ամեն բան առանց մտածելու, առանց երկմտելու
վաճառեց, տվեց, որպեսզի այս յուրահատուկ թանկարժեք անկին քարը գնի, որովհետև դրա դիմանց ոչ մի բան արժեք չունի։ Ես ամբողջ աշխարհը կարող եմ ունենամ, տիեզերքը կարող եմ ունենամ, բայց եթե իմ հոգին կորսվի, ինչ արժեք։ Հավիտյան որտեղ եմ ապրելու։ Այո, երկնքի առկայությունը Տերը եկավ, ցույց տվեց։ Տերն ասեց, ով ինձ տեսավ, հորը տեսավ։ Աշակերտներ կային, որ քայլում էին Քրիստոսի հետ, բայց եկավ ժամանակ հասավ, որ ասում էին վերջում, Տեր մեզ հորը ցույց տուր, եւ Քրիստոսն ասեց, մի րոպե, դու մեզ դու ինձ հետ ես քայլում, ծառայում ես ինձ, քայլեր ես անում, խոսում ես իմ մասին, բայց դեռ չես ճանաչում, դու չգիտես, որ ես եւ Հայրը մեկն ենք, ով ինձ տեսավ, հորը տեսավ։ Եվ նույն կանչը մենք բոլորս ունենք։ Ցույց տալ, արտացոլել, նույն ձև, լույս լինել, Քրիստոսին ներկայացնել շուրջ բոլորը։ Որտեղ որ եք։ Երկնքի առկայությունը այստեղ երկրի վրա է եկել։ Եվ եկեղեցին այո երկնքի առկայությունն է երկրի վրա։ Եվ մենք բոլորս կանչված ենք բոլորին ավետարանելու այս բարի լուրը։ Եկեղեցով, քո խոսքով, քո վարքով, որպեսզի ժողովուրդը առաջի հերթին գան Քրիստոսին։ Եվ երբ որ Քրիստոսին եկան, կգան եկեղեցի, կդառնան մասը Տիրոջ մարմնի Քրիստոսի։ Իմ աղոթն է, որպեսզի այո Տերը մեզ լցնի, օգնի, լինենք քաջ, լինենք զորություն ստանանք Տիրոջմով, Տիրոջ առաջնորդությունով Սուրբ Հոգով լցված, որպեսզի այո երբեմն ճիշտ եւ հոգով լցված վկաներ լինենք, իրականապես վկաներ լինենք, երբեմն նույնիսկ առանց խոսքով վկաներ լինենք, Աստծո փառքի համար։ Տերը բոլորիս օրհնի, մեր Հայր Աստվածը բոլորիս հետ լինի, Քրիստոսով, Սուրբ Հոգով առաջնորդված, Տիրոջ փառքի համար պտուղներ բերենք, այո, ամեն։ Աղոթենք, Տեր Աստված ամենակարող փառք, պատիվ, զորություն։ Այո, Տեր, քո թագավորությունը տարբերվում է այն բոլոր թագավորություններից, որ կարող ենք ճանաչել, որ կարող ենք տեսնել, որ նույնիսկ կարող ենք գնահատել լավ, ընդունելի, արժեքավոր, ոչ քո թագավորությունը ամենալավն է, ամենաճշմարիտն է, եւ կյանք նվիրող եւ հավիտենական կյանք տվող։ Դու եկար եւ մեզ տվեցիր դարպասներ դուր բացեցիր, որ այդ թագավորություն մտնենք։ Տեր, աղոթում եմ, եթե հիմա մարդիկ կան, որ դեռ չեն ճաշակել այն թագավորի, այն բարի թագավորի ներկայությունը, Տեր, կխնդրեմ, որպեսզի հայտնես քո սերը, քո ներումը, Տեր, հայտնվես քո Սուրբ Հոգով, քո ներումով ներես, Տեր իմ Աստված, եւ հյուրընկալես, Տեր, այն մարդկանց, ովքեր փափագում են, ովքեր փնտրում են, այո, այդ թագավորությունը ցույց տուր, կխնդրեմ, ճանապարհը բացիր, ցույց տուր, լույսը Տեր իմ Աստված ավելի շատ վառ ցույց տուր, որպեսզի գտնեն այն ճանապարհը, որ բացել ես քո որդու Հիսուս Քրիստոսի միջոցով։ Թող որ այն մարդիկ այո, ովքեր չեն ճանաչել, չեն ճաշակել, խնդրեն եւ Հայրը անպայման պետք է հայտնի, իր Սուրբ Հոգով պետք է խոսի եւ ցույց տա իր թագավորությունը, քեզ պետք է ընդունի, ների եւ հավիտենական կյանք տա։ Աղոթքս է քեզ համար, որ Տերը քեզ ել առավել օրհնի առաջնորդի իր փառքի համար։ Ամեն։ Շնորհակալություն այս պատկամին համար Աստծո թագավորությունը դեռ բավական արագներ պատմեց, որպեսզի լավ հասկանանք, թե ինչ է Աստծո թագավորությունը։